Ֆրանսիական իրականությունը պարտադրում է կանոններ, Ֆրանսիան բյուրոկրատ երկիր է, ամեն ինչը թղթաբանություն, զանգեր, մեյլեր, նոր կերպարը հայկական իրականության մեջ մայրը իր ուսերին կրած տանում է մի ամբողջ ընտանիք։ Այս սերերի սեր երկիրը դա Իտալիան է, Լոս Անջելեսում եմ եղել, Սան Ֆրանցիսկո, իմը չի, ես էլի նույն կյանքը կուզենամ ապրել ու էլի կուզենամ լինել հայ։ Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Էմիլ Մարգարյանը, ով բնակվում է Ֆրանսիայում եւ այսօր կներկայացնի իր ճանապարհը։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները, այցելեք մեր կայք, ինչպես նաեւ հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ Էմիլ ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եկեք պատմեք մեզ ինչպես հայտնվեցիք Ֆրանսիայում եւ ինչու հատկապես հենց Ֆրանսիա։ Ճիշտ ասած, փոքր ժամանակվանից ես իմացել եմ, որ օր է գալու, որ ապրելու եմ Ֆրանսիայում։ Այդ համոզմունքը ես ինքս գիտեմ որտեղից է եկել։ Միգուցե այն հանգամանքով, որ հայրս որոշել է ինձ ֆրանսիական անուն տալ, Էմիլ, հետո ճակատագրի թե բախտի բերումով այնպես է ստացել, որ ես ֆրանսիական թեկումով 119 դպրոցում եմ սովորել 10 տարի։ Հետո դրան հաջորդեցին իմ պետական համալսարանում ռոմանագերմանական բանաստեղծության ֆակուլտետում սովորելու տարիները, որը նույնպես կապված էր ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական գրականության հետ, այսինքն այնպես է ստացվել, որ ցիկլը միշտ կրկնվել է ու ինձ միշտ բերել է ֆրանսերենին, ֆրանսիական մշակույթին, գրականությանը, ու երբ արդեն 24 տարեկան էի ու ավարտել էի մագիստրատուրան, արդեն բուրըն աշխատանքային գործունեություն է ծավալում որպես եւ ֆրանսերեն թարգմանիչ եւ դասավանդող, միտք եկավ այդ պահին, որ կարող է այսօր արդեն այս տարիքում դիտարկեմ որպես արկածախնդրություն, բայց միտք եկավ, որ պետք է ամեն ինչ նորից զրոյից սկսեմ իմ սիրած երկրում ու այն տարածաշրջանում, որի հետ իմ ամբողջ պատանեկությունն ու մանկությունն է կապված եղել մտովի։ Ու այդպես գնացի ինքնաթիռի տոմս, մինչ այդ ընդունվել էի, այդ ժամանակներ դժվար էր ընդունվել արտերկրում համալսարան, բաց չէր դաշտը, ինտերնետով դժվարություն, բայց Aix-en-Provence-ի համալսարանը, որ գտնվում է Մարսելից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա, ընդունեց ինձ որպես ուսանող, ու ես օգտվեցի այդ առիթից ու հայտնվեցի այստեղ։ Բայց եղել է պահ, որ ոնց որ փոշմանած լինեք կամ հիասթափված լինեք ու ասեք, բայց ինչի համար գնացի այս քայլին, հա, թող ինքը էլի մնար իմ երազանքների երկիրը, բայց չգայի։ Գիտեք, կստեմ, եթե ասեմ ամեն ինչ իդեալական է եղել, կստեմ, որ ասեմ ես չեմ ուզեցել հետ գնալ, իհարկե գալիս են մանավանդ, երբ ընտանիքդ, ընկերներդ գտնվում են քեզանից շատ հեռու ու դու մենակ պետք է ճանապարհ անցնես ու հասկանաս, թե ճանապարհը քեզ ուր է տանելու, եղել են այդպիսի օրեր, բայց կարողացել եմ դրական ու բացասականը իրար կողմ դնելով հասկանալ արդյոք ճիշտ եմ անում, սխալ եմ անում, ճիշտ եմ անում, սխալ եմ անում։ Իսկ այսօր արդեն հետադարձով կարող եմ ասել միանշանակ, որ այդ դժվարությունները, որոնց միջով ես անցա, արժեին, հաստատ արժեին։ Այ ոնց որ պատկերացնում եք ամեն դեպքում այդ հենց ձեր երևակայության մեջ ոնց ֆիքսվել էր Ֆրանսիան, որպես մեր պատկերացրած եվրոպական հարուստ զարգացած երկիր, հենց այդպես էլ ամեն դեպքում տպավորությունը մնաց ընթացքում, թե այդ որ ասում են հիասթափվեցիք, դրանք գնալով շատանում էին, էլի։ Ճիշտ ասած, երբ որ ես գալիս էի Հյուգոյի, Բալզակի, Բոդլերի, Վերլենի Ֆրանսիա ու շատ ոգևորված ֆրանսերենին վարժ տիրապետել եմ, այսինքն երբ որ ես եկել եմ, ես լեզվի խնդիր չեմ ունեցել, գլուխ գովարել չլինի, բնիկները այդ
տարբերություն չեն դրել, այսինքն չեն ասել, դու կարող արտերկրից ես։ Ֆրանսիայի իմացականը իմ բախտե տարվով բերեց։ Ու երբ որ ես հայտնվեցի այստեղ, բնական է բաներ կան, որ կյանք առաջ գնում ու բնականաբար չի կարող ես այստեղ տեսնել 19-րդ դարի կամ 18-րդ դարի Ֆրանսիան հենց այդտեղ, ինչպես որ ես կարդացել եմ գրքերում, բնական է։ Բայց միևնույն է, այդ գողտրիկ, այդ գեղեցիկ, այդ ֆանտաստիկ մշակույթը, պատմությունը ունեցող երկիրը այնպիսին է, ինչպես որ կա։ Ու ես ինձ շատ հպարտ եմ զգում, որ կարողացա այդ փուլերով անցնել, ասիմիլյացիայի փուլերով անցնել, արագ ինտեգրվել, հետագայում նաև լավ աշխատանք ունենալ ու հաստատվել այստեղ որպես եւ քաղաքացի արդեն երկար տարիներ է որ այստեղ եմ ու եւ ֆրանսիական անձնակիր ունեմ եւ չգիտեմ Ֆրանսիան միշտ իմ երազանքի երկիրն է եղել բայց դա չի նշանակում որ Հայաստանը պակաս երազանքի երկիր է իմ համար, այսինքն ես միշտ կատակով ասում եմ Հայաստանը իմ երկիրն է, բայց Ֆրանսիան ինձ որդեգրել է որպես հետաքրքիր է։ Բայց Հայաստան ոնց որ հաճախ եք գալիս։ Այո։ Ծնողներս այդտեղ են, ընկերներս էլ, ինչպես նշեցի, ու հայկական հողը մի ֆանտաստիկ ուժ ունի, եթե 12-13 տարի առաջ խոսեինք այս թեմայի շուրջ, եթե նույնիսկ այս նախադասությունը արտաբերեի, դա ինձ համար համոզված եմ, որ որևիցե այդպիսի նշանակություն չէր ունենա, ինչը որ հիմա ես ամբողջ հոգով, սրտով, մարմնով զգում եմ, երբ որ արդեն ինքնաթիռը վայրեջք է կատարում ու ես գտնվում եմ Սվարտոցում, այդ պահից սկսած մի այնպիսի ուժ եմ ես ստանում, մի այնպիսի կարոտով եմ ես ամեն մի անկյունը նայում, ամեն մի քարը, փոշին, ես երբեք չէի մտածի, որ այդ ձև կարող եմ զգալ ու այդ հայրենասիրություն բառը հենց այս օտարության մեջ իրականում հասկացա, թե ինչ է, կարևորեցի իմ երկիրը, կարևորեցի իմ արմատները ու միշտ հարկը եղած եւ ոչ եղած պարագաներում ես խոսում եմ իմ արմատների մասին հպարտորեն պատմում եմ իմ ազգի անցած եւ լավ եւ վատ օրերի մասին, մեր մշակույթի, մեր ժառանգության մասին։ Չգիտեմ։ Ունեք բայց պլաններում որ պետքա մշտական տեղափոխվեք Հայաստանում արդեն ապրեք։ Թե հակառակն է, որ պետքա ծնողներին հետ բերեք Ֆրանսիա։ Ես կուզեի, որ ծնողներս իմ կողքին լինեին, որտեվ քույրիկս էլ է ամուսնացել, հիմա Հոլանդիայում է ապրում իր ընտանիքի հետ։ Կուզեի շատ, որ ծնողներս ինձ հետ լինեին, կստեմ եթե ասեմ, որ մտադրություն ունեմ Հայաստան վերադառնալու, Հայաստան վերադառնալ անընդհատ տեսնել, ուրախանալ, վայելել այդ ամենը Կարող է առնել հետ գնալ։ Կարող է առնել հետ գնալ, որովհետև 13 տարի դա քիչ ժամանակաշրջան չի ու ուզես թե չուզես քո ուղեղը եւ քո վարվելակերպը փոխվում է ու դա քեզանից անկախ է լինում։ Այսինքն, երբ որ դու արդեն սովորում ես մեկ այլ միջավայրում, այլ կանոնների, դժվար է նորից հետ գալ ու ասել, չէ, ես այդ ամեն ինչ որ սովորեցի, որը որ արդեն քոնն է, դու այդ ձև ես ապրում, մոռանում ենք ու անցնում ենք նորից հետ բերել այն ամեն ինչ որ առաջ էր։ Այ հետաքրքիր իսկ Ֆրանսիայում ինչն է որ շատ է ձեզ գրավել, որ այդ երևույթը Հայաստանում չկա ու դուք այդտեղ սենց հավեսով վայելում եք այդ պահը։ Գիտեք, նախ մշակութային տեսանկյունից պահպանված են բոլոր միջնադարյան հնությունները, այդ եկեղեցիները, որ մեկը մյուսից, չգիտեմ, ֆանտաստիկ ժառանգություն ունի Ֆրանսիան եւ ցավոք սրտի Հայաստանում կան հուշարձաններ, որոնք որ լավ չեն պահպանված կամ նույնիսկ եթե դա համարվում է ինչ-որ հուշահամալիր, շատ հաճախ տեսնեմ որտեղ աղբ է նետված լինում կամ
ինչ-որ գրառումներ եւ այլն, այդ ամենը դուք Ֆրանսիայում չեք տեսնի։ Թվում է, որ կան որոշ տեղեր, որոնք որ բարձի թողի են Հայաստանում ու այդտեղ արդեն երևի մշակույթի նախարարությունը պետք է որ այլ ավելի զգոն լինի ու նույնիսկ դպրոցական տարիքից երիտասարդներին բացատրել, թե ինչ են նշանակում այս կամ այն տարածքը, որը որ կարևոր է երկրի համար ու հարգել այստեղի կանոններն են մի փոքր ուրիշ, այսինքն նախ սկսենք բժշկական, եթե խոսենք բժշկական ապահովագրությունից, պետությունը հոգում է բոլոր կարիքները ու այդ անվճար հիմունքներով։ Դե բայց ապահովագրությունով։ Հա, ինքը կոչվում է Sécurité Sociale Carte Vitale, որը որ ներառում է բոլոր մարդիկ, ովքեր որ Ֆրանսիայի քաղաքացիներ են կամ ռեզիդենտներ են, ունեն այդ քարտը, որով հիմնական 80%-ը արդեն անվճար պետությունը ամեն ինչ հոգում է, լինի դա վիրահատություն, ստուգում եւ այլն եւ այլն։ Բայց դրանք կան նաեւ հավելյալ ապահովագրություններ, որոնք որ կարող են լինել աշխատավայրից կամ հաշմանդամությունից կամ մեկ այլ ուրիշ տարբերակում, դա էլ լրացնում է ու դուք գայց, որ 100%-անոց անվճար բժշկություն է դեղերին։ Իսկ որակը կատաստրոֆիկ բարձր, շատ պրոֆեսիոնալ, շատ մի փոքր խնդիր կա հերթերի հետ, այսինքն հերթագրումները հայկական իրավիճակում միշտ եմ շատ սիրում, որ կարող ես եթե խնդիր կա, այդ պահին լուծես կամ հա տեղում մեկ զանգով թեկուզ կամ մեզ մոտ այդ արագ կողմնորոշվել չսպասել երկար, իսկ Ֆրանսիան ինքը բյուրոկրատ երկիր է, ամեն ինչը թղթաբանություն, զանգեր, մեյլեր, հավերժ այդ գրառումներ, նամակներ ստանալ, նամակներ ուղարկել, նույնը նաև առողջական խնդիրների պարագայում, այնպես չի, որ հենց այդ նույն պահին ձեզ կարող են այո։ Հա, իսկ այլ ոլորտներ աշխատանքային ոլորտն է շատ ապահովագրված, այսինքն ձեզ ոչ մեկ չի կարող ձեր աշխատանքից հենց այնպես դուրս արել, ճանապարհել, հնարավոր չէ ձեր։ Եթե իսկ ընդունելը Ընդունելը հենց այդ է խնդիրը, որ երբ որ ձեզ ընդունում են, ձեզ տալիս են փորձաշրջան 3 ամսով, կարող է լինել այդ փորձաշրջանը 6 ամսով։ Անվճար բայց։ Ինչպես։ Անվճար փորձաշրջան, թե վճարովի էլի։ Չէ, անվճար աշխատանք չկա, եթե դու կամավոր չես ինչ-որ մի կառույցում, վճարովի հիմունքներով բնականաբար, նույն աշխատավարձով, ուղղակի ձեզ տալիս են 3 ամիս փորձաշրջան, մինչև ձեր պայմանագիրը կդառնա անժամկետ։ Այն պայից սկսեք, երբ որ դառնում է ավտոմատ արդեն ձեր պայմանագիրը աշխատանքային անժամկետ, այդ ժամանակ արդեն լինում է դու եթե չես թույլ տալիս շատ կոպիտ սխալներ քո աշխատավայրում ու իդեպ այդ սխալները պետք է լինեն մի քանի անգամ ու գործատուն պարտավոր է գրավոր ձեզ մի քանի անգամ նկատողություն անել, հետո դրանից հետո ձեզ կանչել, զրուցել, տեսնել ինչու՞մն է խնդիրը, այսինքն դա մի ամբողջ մեծ process է, որևիցե կարգավիճակում չեք կարող մի օր հայտնվել դրսում, եթե դուք օրինակ պատկերացնենք ունեք առողջական խնդիր ու վերցել եք բյուլետեն ու գտնվում եք տանում իրականում հիվանդ եք ու գալիս եք հետ ու ձեզ ասում են հաջողություն, մանրատի բան չի կարող։ Հա։ Իսկ ընդհանրապես գտնելը, աշխատանք գտնելը, ենթադրեք որոշեցիք ռեզյումե ուղարկեք ինչ-որ մի վայր, որ ձեր ուզած հենց աշխատանքն է։ Հայաստանում ոնց է, ռեզյումեն ուղարկեցինք ու մոռացանք։ Էլ տեղյակ չենք, ստացան ռեզյումեն, չստացան, կարդացին, հավանեցին, չհավանեցին, հետադարձ կապ չկա հիմնականում, չէ՞, մեզ մոտ։ Իսկ այդտեղ ոնց է, ասենք, դիմեցիք, կա հետադարձ կապ, որ ընդունել ենք, ստացել ենք, այսինչ կետին չեք բավարարում կամ ոնց է լինում, էլի հետաքրքիր է։ Նախ ասեմ, հենց այդ պայից սկսեք, եթե դուք ուղարկեցիք ու դա մեյլով եք նամակագրությունը անում, ձեզ միանգամից գալիս է հետադարձ, որ մենք ստացանք ձեր թեկնածությունը ու եթե պատկերացնենք 2 շաբաթվա ընթացքում նոր
որևիցե կապ հետ չհաստատենք, համարեք, որ չեք համապատասխանել, կամ լինում է, որ 2 շաբաթվա ընթացքում ձեզ հետ կապ կհաստատենք, ու եթե նույնիսկ մերժված եք լինում, նրանք չեն զլանում, ու ձեզ գրում են, որ չնայած այն հանգամանքին, որ ձեր ինքնակենսագրականը շատ հետաքրքիր էր ու կան տարբեր արժանինքներ, որոնց հիման վրա կարող էին ձեզ ընդունել, բայց այս փուլում չենք կարող, ու եթե այդ ձեր համաձայնությունը տալիս եք, պահպանենք ձեր ինքնակենսագրականը մեր արխիվներում, եթե հնարավորություն ունի, եւ այլն, այսինքն անպատասխան մնալ ոչ, միգուցե ժամանակ պետք լինի, ամեն դեպս լավ մասնագետը միշտ էլ տեղը կգտնի, հաստատ։ Երբ որ ես եկել եմ, չեմ կարող ասել, որ մի անգամից սկսել եմ ուժեղ գործեր անել, բնական է, ես այդ ժամանակ եկել եմ ուսանող եմ եղել, եւ մատուցող եմ աշխատել, որպեսզի կարողանամ իմ ինքնուրույնությունը վճարել, որտեղ այդ ժամանակ իմ համար իրականում այդ ինքնուրույնություն բառը, որ ասում եմ, շատ կարևոր բառ եմ ասում, ես դա հասկացա հենց այստեղ, երբ որ տեղում գիտակցեցի, որ վրավ կոպիտ կհնչի, բանի պիտանի չեմ։ Չէ՞ որ մեր մամաները, մեր ծնողները միշտ ամեն ինչ անում են մեր տեղը։ Շատ բաներ մեր փոխարեն են անում, մենք ինչ հոգսում։ Մենք ընդհանրապես պետք է ասենք գնանք կամ սովորենք կամ աշխատենք տուն գանք, այսինքն մոր կերպարը հայկական իրականության մեջ մայրը իր ուսերին կրած տանում է մի ամբողջ ընտանիք, սկսած իր ամուսնուց, վերջացած իր երեխաներով եւ իր իսկ ծնողներով։ Որպես հավաքական կերպար եւ որպես այդպիսի երևույթ, այո, դա շատ ֆանտաստիկ բան է, բայց կարող եմ ասել, որ մյուս կողմից այդ ինքնուրույնությունը 24 տարեկան երիտասարդը երբ որ հայտնվում է մի իրավիճակում, երբ որ ինքը պետք է արդեն այդ ամենան ինքը պատրաստ չի դրան, որովհետև կոպիտ ասած իրեն թույլ չեն տվել, որ ինքը իմանա թե ինչ է նշանակում հարթկել, ինչ է նշանակում ճիշտ գնումներ կատարել, ճիշտ բյուջեն կառավարել եւ այլն, լիքը դետալներ կան։ Այդ ժամանակ ես այդ բոլոր էտապներով անցա, բոլոր, մինչև կարողացա արդեն կայանամ որպես տղամարդ, որովհետև այդ ժամանակ երիտասարդ էի, որը որ տղամարդ լինելու հետ կապ չուներ։ Ես մտածում եմ, որ ես տղամարդ եմ, բայց իրականությունն ու մտածածը չէին համընկնում իրար հետ։ Ու տարիների ընթացքում բերեց արդեն նրան, որ ես արդեն այսօր ամեն ինչ կարող եմ անել մենակ, ու եթե կարող եմ նույնիսկ ուրիշներին օգնել, չեմ զլանա, նոր եկածներին էլ փորձում եմ խորհուրդներ տալ, որ իրենց շատ մենակ չզգան ու իմանան թե ինչ պետք է անեն։ Այ հետաքրքիր որ այդտեղ դե ենթադրում եմ կունենաք ֆրանսիացի ընկերներ, որ ասում եք եկել եք հետեղ ու արդեն կենցաղի շատ հարցերին դեռ չեք տիրապետել։ Իրենք պատրաստ են կյանք մտնում, այդպես է ստացվում։ Այո, 15 տարեկանից, հիմնական 15-16 տարեկանից երիտասարդները արդեն երբ որ պետք է համալսարան ընդունել, իրանք շատ հաճախ դիտավորյալ ընտրում են շատ հեռու քաղաքներում, որպեսզի դուրս գան ընտանիքից եւ գնան ուսանելու։ 17-18 տարեկանը, երբ որ արդեն իր ծնողների հետ է ապրում, դա մի փոքր այստեղ այդքան էլ լավ չի դառնում, որովհետև ծնողը ինքն է ասում, դու պետք է գնաս, կայանաս, սովորես, մենք այստեղ ենք, մենք ոչ մի տեղ չենք գնում, շաբաթ կիրակի օրերը կարող ես գալ, գնալ, ինչ ուզում ես անել, բայց գնա կայացիր, որովհետև հենց դա էլ այդ ինդիվիդուալ մոդելը, որտեղ Ֆրանսիայի մենտալիտետի մեջ անհատը ինքը ինդիվիդուալ է։ Հայկական մոդելի մեջ մենք կոլեկտիվ ենք, այսինքն մեր մտածելակերպն է հաճախ կոլեկտիվ, մեր տրամաբանությունը, մեր ապրելակերպը մի ամբողջ ընտանիքով մենք մի հոգու ցավը կարող ենք տանել, մի ամբողջ ընտանիքով մի հոգու խնդրը լուծենք, իսկ Ֆրանսիան դա ավելի շատ կամյուի օտարն է, այսինքն ինքը ինդիվիդուալ է, ինքը ինքնուրույն է, ինքը մի փոքր նույնիսկ անջատված է արտաքին աշխարհի իրականությունից։
վատ կհնչի, կարող է մի փոքր պեժորատիվ հնչի, էգոցենտրիկ, բայց այդպես կարելի է որակել առաջնահերթ իր անձը, հետո մնացած ամեն ինչը, ու արտաքին աշխարհից եկող բացասական ֆակտորը ինքը աշխատում է թույլ չտալ, որ գա մտնի իր դաշտ։ Այդ է բանը։ Եթե նայենք, օրինակ 15-16 տարեկան տղան կամ ասենք աղջիկը, ինքը ինչ իմանա արտաքին աշխարհի այդ բացասականը, որ պիտի չվերցնի կամ հատկապես գնացել է օտար քաղաք։ Մեր մոտ գոնե գիտենք մաման պապան կողքն են ինչ որ բանով կպաշտպանեն, բայց այդտեղ հատկապես օրինակ Ֆրանսիան գիտենք այդքան զանգվածային ցույցեր ա լինում կամ չգիտեմ թմրամոլները այդքան շատ լսում ենք, ո՞ց ասենք թողնես 15-16 տարեկանը գնա ու մենակով, չգիտեմ, դուք տեսնում եք որ այդտեղ այդ սովորական երևույթ է փաստորեն։ Դա իրական սովորական երևույթ է, երկրորդը ինչպես իմանան նախ փոքր տարիքից ծնողները բացատրում են ամեն ինչ։ Տեսեք, ես ինքս փոքր եմ եղել ու շատ ինֆորմացիաներ ցավոք սրտի ես իմ ծնողներից չեմ իմացել։ Ինֆորմացիաներ, որոնք որ կապված են թե տղայի հասունացման, թե արտաքին աշխարհի վտանգների, թմրամոլություն եւ այլն, ես այդ ամենը մեր ընտանիքում այդ խոսակցությունները չեն Հա, փակ թեմաներ են եղել, տաբուներ են եղել, ավելի շատ իմ ծնողները կենտրոնացած են եղել իմ ուսման վրա, որ ես լավ մարդ մեծանամ, շատ լավ սովորեմ, բարձրագույն համալսարան ընդունեմ եւ այլն, այսինքն միշտ հետեւել են, ինձ բարձի թողի վիճակում ես չեմ մեծացել, բայց թեմաներ են եղել, որոնք որ ընդհանրապես ինձ իմ կողքով են անցել, ու ես այդ ամենը իմացել եմ կամ իմ հասակակիցներից կամ ինձանից մեծ տղաներից կամ աղջիկներից Իսկ այստեղ մի փոքր հակառակն է։ Հիմա կարող է եւ Հայաստանում էլ այդ ձև, ես չգիտեմ։ Ծնողները փոքր ժամանակվանից երեխային բացատրում են սա կարմիր է, սա սև է, սա սպիտակ է, կա այս երևույթը, զգուշ եղի, այս երևույթից սենց ու 15 տարեկանից 16 պատրաստ են արդեն գիտակցականի մեջ գիտեն բոլոր երևույթները, փափուկ բամբակի մեջ չեն մեծանում։ Արդեն պատրաստ են, գիտեն արտաքին վտանգները, բարձր այստեղ էլ եւ թմրամոլներ կան, եւ մարդասպաններ կան, ամեն ինչ կա։ Ու ավելի շատ։ Ու միգուցե եւ ավելի շատ։ Բայց ընդհանուր առմամբ մարդը պետք է պատրաստ լինի, օրերից մի օր ինքը պետք է ինքը ծնող դառնա։ Ու եթե ինքը ամբողջ իր պատանը կա, նույնիսկ դրանից հետո այդ տարիքում ինքը չլինի չկայացած, ինչ օրինակածառայելու իր երեխաներին, այսինքն մոդելը շարունակվել է, այդ նույնը կրկնվելի է։ Ես գիտեմ տղամարդկանց, ովքեր որ 40-անց են ու ամուսնացած, բայց այնքան դժվարությամբ են կարողանում հաստատվել որպես թե ամուսին, թե հայր, թե, որովհետև ամբողջ կյանքի ընթացքում ետևում կանգնած են եղել իրեր, եղբայրներ, ծնողներ եւ այլն։ Դժվար է Նույնիսկ կարող եմ ասել աղջիկները, մեր հայ աղջիկները ավելի կայացած են, ու ավելի շուտ են կայանում ու հասունանում, քան մեր տղաները, որովհետև տղաները մի sense ավելի մամաները Հասցնում եք այդտեղ հայ ընկերներ ձեռք բերեք, շփվեք կամ հայկական տոներին ինչ-որ բաներ կազմակերպեք Դե Մարսել քաղաքում մենք ունենք շատ հայ ընտանիքներ եւ ուզենք թե չուզենք նախ կամ մեծ հայկական թաղամաս մենք ունենք այստեղ բազում թե սրճարաններ, թե ռեստորաններ, թե խանութներ, որտեղ որ մեր հայկական ուտելիքներն են, երբ որ պարոտած ենք լինում, ինչ որ ուզում ենք մի այնպիսի բան ուտենք, որը որ Հայաստանից կլինի, փառք Աստծո, այդ խնդիրը չկա այստեղ։ Հա։ Ու բնական է նաև կան լավ կա եկեղեցին, որը որ բոլորիս միավորում է, այսինքն պատարակ ժամանակ, լինի զատիկ, լինի ամանոր, սուբծնունդ կամ սովորական կիրակնորյա պատարակ, մեր այստեղի Մարսելի առաքելական եկեղեցին բոլորիս միավորում է ու այդտեղ տեսնում ենք մեկս մյուսին, ուրախանում ենք, միգուցե աշխատանքի բերումով ամենքս մեր կյանքով ենք ապրում, բայց կարծում եմ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին ինքը միավորելու ուժ ունի ու
ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ, որ այստեղի երիտասարդները գալիս են մասնակցում են պատարակներին ու այդ առումով այո, ընկերներ կան ու փառքասովոր կան։ Հա։ Այո, ասիկ գնում եք ինչ որ բան ճաշակելու համար, այդ որ կերակուրն է, որ պահի տակ ոնց որ հիշեցնում է իրան, որոշում եք որ պետք է ուտեք։ Կամ միգուցե միրգ տա։ Խորովածը։ Մեր հայկական խորովածը, որովհետև կապ ֆրանսիական խորոված, որը կապ չունի մեր հայկական խորովածի հետ։ Հա։ Ու ընկերներիս էլ ինքս խոհարարում եմ, ընկերներիս համար էլ երբեմն խորոված եմ պատրաստում, ես ինքս էլ եմ պատրաստում, ու իրանք միշտ տարբերությունը դնում են, ասեն ֆրանսիականը դա մի հատ ուրիշ ձև է պատրաստելու եղանակից, մեր հայկականը լրիվ նույնիսկ լավաշով, միսը պատրաստելու, մարինացնելու, այս տարբերակները ուրիշ են։ Ֆրանսիականը ո՞նց է լինում, այսինքն։ Նախ ֆրանսիականը չեն սիրում, որ շատ պինդ է լինում, այսինքն ֆրանսիացին ինքը նույնիսկ սիրում է կիսահուն միս ուտել։ Երբ որ ռեստորանում եք լինում, ձեզ հարցնում են, ուզում եք միսը կապույտ լինի, արունոտ, թե մի փոքր պինդ։ Հայի համար դա մի փոքր, որ ես հիշում եմ, մամաս առաջին անգամ Ֆրանսիա եկավ ու ցույց էի տալիս, ուզում էի որ գնայինք ինքը ես համտեսեր եւ այլն։ Զարմացնեիք։ Ինչպես։ Զարմացնեիք։ Հա, զարմացնեի, որ ինքն էլ որտեղ ուզում էի ինքը ամեն ինչը համտեսեր, ինչ որ ես էի փորձեր եւ այլն։ Ու երբ որ հերթ եկավ այդ մսային բանը, ասեց «Էմ ջան, ես քեզ խնդրում եմ, ինձ մսային բան էստեղ ճանաչարկես»։ Որտեղ մենք ուրիշ ձև ենք անում։ Իսկ ֆրանսիացու համար էլ մեր հայկական օրինակ շատ էփված միսը ինքը համարվում է շատ էփված։ Հա։ Պինդ կարող է համարվի, հետո մատուցելու ձևերը միսը այստեղ սիրում են պարտադիր սոուսի տարբեր տեսակներ լինեն, որպեսզի իրենք սոուսով կարողանալ, իսկ մենք կարող ենք միսը առանց սոուսի էլ ուտել ու հաճույք ստանալ։ Տարբերություններ կան։ Ինչ կարող եմ ասել։ Հա, ուտելիքային գրաֆիկը, եթե հայկական իրականությունում երբ ուզենք կարող ենք ուտել ու դա ֆանտաստիկ լավ է։ Ֆրանսիական իրականությունը պարտադրում է կանոններ, առավոտյան նախաճաշ, որը որ կարող է լինել սուրճ կրուասան, ու վերջ, այսինքն այդ ընթացքից մինչև ժամը 12 ընկած հատվածը ֆրանսիացին որպես այդպեսին ինքը էլ ուրիշ ոչ մի բան չի ուտում։ Ժամը 12-ից 2 ընկած հատվածում արդեն գալիս է լանչի ժամը, երբ որ սնվում են, այդտեղ պարտադիր հիմնականում լինում է նաև գինի, մեկ բաժակ գինին ֆրանսիացու։ Ես երբ որ եկա այստեղ, ես ընդհանրապես ոչ գինի էի խմում, ոչ պանիր էի ուտում։ Հիմա արդեն պրոֆեսիոնալ եւ գինի եմ խմում եւ կարող եմ տարբերել բոլոր լավ գինիները վատ գինիներից, նաեւ նույնիսկ պանիրները լավն ու վատը։ 12-ին, հետո ժամ 17:00-ին ապերիտիվ կոչվածն է սկսվում, այսինքն նախքան ուտելը ֆրանսիացիները սիրում են մեկ բաժակ ինչ-որ բան խմել, աշխատանքից հետո կամ ծովափ, մեզ մոտ է ստացվում ծովափին, կամ ինչ-որ մի սրճարանում, ու ուտելը, հաջորդ ուտելը, ընտրելը լինում է ժամը 19:00-ից, այսինքն եթե դուք գնաք ռեստորան ժամը 6-ին, ձեզ ոչ մեկ չի սպասարկի։ Հա։ Ու 19:30-ից մինչև 23-ը, բայց այդ բոլոր ռիտուալներով, սկզբից գինի խմելով, հետո դրանից հետո ուտելիքից հետո ինչ-որ դիժեստիվ բան մարսես, եւ այլն, ու մեկ էլ 23:00-ին, երբ որ այդ ամբողջ արարողությունը ուտելու էստեղ ավարտվում է, երբեմն ասեք ընկերներս ասում են, դե գնանք մի բան ինչ-որ միտեղ խմենք, ու ես այդտեղ ասում եմ, բայց մենք այսքան արդեն բոլոր ռիտուալի բաները անցնելով խմենք մի բաժակ էստեղ, մի բաժակ այնտեղ։ Հա։ Այդպեսին է, ֆրանսիացին ինքը սիրում է եւ լավ ուտել եւ լավ ժամանակ անցկացնել։ Ժամանակ անցկացնել, բայց կանոններով։ Երբ կանոնից դուրս ինչ-որ բան ես անում, ժամից դուրս, ասես մի փոքր ուրիշ ձև են նայում։ Հա։ Այդ առումով հայկանը շատ եմ սիրում։
Հա։ Հայկական ռեստորանները այդտեղի էլի նույն ռեժիմով են, այսինքն աշխատի ժամը 6-ին գնացիր, ոչ մի բան չի լինի, այսինքն։ Այո, ստիպված են, որովհետև ժամը 6-ին գիտեմ, որ ես մոտ ոչ մեկ չի կարա գնա։ Հնարավոր չի։ 12-ից մտածում ենք ժողովրդավար երկիր է։ Ես եմ կարող ժամը 18:00-ին որոշել եմ ինչ-որ բան ուտեմ։ Ձվածեղի ընդհանրին։ Այդ պարագայում կամ ձեր տանն եք ուտում, ոնց որ ես եմ անում, եթե ես սովածանում եմ իմ տանն եմ ուտում, կամ կան փոքր սնակեր, որտեղ որ ասենք ինչ-որ բան կարող եք գտնել համենայն դեպս այլ ընտրանք կա ամեն դեպքում։ Հա, չէ, այդ ալտերնատիվ տարբերակը կա, ես խոսում զուտ ռեստորանային Հա, ընդհանուր Հայաստանում, որ ժամի է լինի, ինչ ուզում լինի, հաստատ ձեզ կընդունեն գրկաբաց այստեղ ժամեր կան, որոնք որ պետք է, որ ասենք հետևես սկզբում անսովոր է, բայց հետո ինքդ ես արդեն զարմանում ես տարիներած, երբ որ քուրիկս էր եկել, ասում էր ինչ որ ես իմ ժամից դուրս ինչ որ բաներ ուզում անել, ես արդեն ավտոմատ, բայց հիմա ժամն է, չասում եմ ինչ ժամ որ պարադոքսալ է, բայց հենց այդ է ինտեգրացիան։ Երբ որ արդեն մի բանի սովորում ես ու հետո հետ գաս դժվար է։ Բայց որ գալիս եք Հայաստան, խախտում եք ամեն դեպքում ձեր տեղի ռեժիմը։ Ամեն ձև։ Հայավարի եք ապրում էլի Հայաստանում։ Ամեն ձև հայավարի, ամեն ձև մաքսիմում։ Որտեղ եթե ես պետք է գամ Հայաստան ու ինձ պահեմ ինչպես ես Ֆրանսիայում ինձ գամ, էլ ինչ եմ ես գալիս։ Ես Հայաստան եմ գալիս այդ կարոտի ջիգարի համար, այդ մարդկանց համար, այդ հյուրասիրության համար, հոգատարության համար, այն ինչը որ Ֆրանսիայում ուրիշ ձև է արտահայտվում։ Տան գրված եւ չգրված դիստանցիաներ կամ իմ անձնական տարածք, ձեր անձնական տարածք եւ նույնիսկ հարցը կարող է ձեր անձնական տարածքը խանգարի, եթե դուք լինեք այս իրականության մեջ։ Իսկ հայկական իրականության մեջ մենք չունենք այդ բարիերները, մենք կարող ենք լսել ժամերով նույնիսկ անծանոթի խնդիրը ու փորձենք հասկանալ ինչ ու մի ձև օգնել եւ այլն։ Դե անտարբեր են էլի արդեն, չէ՞ ոնց որ դառնում։ Այդ արդեն հետաքրքիր չի ոնց որ։ Մենք սովոր չենք։ Հա, դրա համար ես ասենք իմ այն ամենամոտ ֆրանսիացի ընկերներին փորձում եմ հայ դարձնել։ Իրանց Հայաստան են բերում, իրանց իդեպ իմ մոտիկ ընկերները ինձ հետ եւ Հայաստան են եկել մի քանի անգամ եւ մշակույթին են լավ ծանոթ եւ հայերեն են արդեն իմ հետ խոսում։ Այս ի՞նչն են հավանել, հետաքրքիր է, որ գալիս են Հայաստան, ի՞նչն է որ զարմացնում է իրանց։ Մարդիկ։ Երևի այդ հոգատար լինելը սրտացավ, ջերմ։ Շատ ջերմ, հետո ինտեգրվում են արագ։ Մենք էլ բան ենք, չէ՞, սիրում ենք օտարազգուն ցույց տալ մեզ։ Ավելի ջերմ լինել։ Ավելի ջերմ։ Հայի հանդեպ մի փոքր sense։ Հա։ Պայտակ, բայց օտարազգում մենք ուզում ենք մեր լավ կողմերը, բոլոր լավ կողմերը, մենք օտարազգում չենք սիրում նեղացնել։ Հա։ Բայց իրանք զգում են։ Իսկ այս որ մի բան, որ իրենց համար տարօրինակ է, որ ասենց մտածում են, ասում են, բայց խի էլի օրինակ ձեր հայերը խի են այդ բանը տենց անում։ Դե օրինակ իմ ընկերներիցս մեկի համար շատ տարօրինակ է արևածաղիկ ուտելու մեր ռիտուալները։ Հա, փողոցում չրթել ու թափելը։ Որովհետև այստեղ նախ եւ առաջ արևած չեն ուտում։ Դա որ այդ մշակույթը արևածաղկի Ֆրանսիայում չկա գոյություն չունի։ Ու երբ որ իրանք տեսնում են, որ շատ իրանք այդ արևածաղիկը մաքրած տարբերակում ինչ-որ մի աղցանում օգտագործեն, այդքան բան։ Ու ես երբ որ պատմեցի, որ դեռ 80-90-ական թվականներին, 80 տարիներին այդ արևածաղիկն էր, որ փրկում էր մի ամբողջ հարևանություն։ Երբ որ այդ արևածաղկի շուրջ մարդիկ նստած, պատմեն իրենց բոլոր խնդիրները եւ այլն, տարօրինակ էր, բայց արդեն հասկացա, որ դա էլ մեր մշակույթի մասն է կազմում։ Բա որ արևածաղկի դաշտերը ցույց տայիք։ Այո, ասացիք, քույրիկն ու մահիկը եկել են Ֆրանսիա։ Իսկ իրենք ինչով են զարմացել, հիացել, որ ընդունում ենք Հայաստանում չկա։
Պրովանսը, Պրովանսիան եւ քաղաքները եւ բնությունը իմ բախտը բերել է, որ ես Ֆրանսիայի հարավում եմ ապրում, այսինքն այստեղ եւ միջերկրական ծովն է եւ Լազուրյան ափերն են, ծովով տարբեր ժամերի տարբեր գույներ է ստանում, են կապույտի կանաչի տարբեր ամենաշքեղ գույների բնակն է ստեղծվում, դրան գումարած փոքրիկ գողտրի քաղաքներ կան, ու Մարսելից մինչև Նից քաղաքը Մոնակո, այսինքն մի գիծ է, ու այդ գծի վրա այնքան սիրուն ֆրանսիական հետաքրքիր փոքր քաղաքներ կան, որ ամեն անգամ այդտեղ գտնվելիս մտածում ես, որ ինչ-որ ֆիլմում ես որ ֆրանսիական հին, բայց շատ լավ պահպանված անկյուններ են ու մամայի շատ են դուր գալիս այդ փոքր քաղաքները, հետո քուրիկը շատ է սիրում ծովային ծովամթերքները, այսինքն այստեղ ծովամթերքները սահման շատ են, նախ գնային տեսակից շատ մատչելի ու նաև շատ համեղ, որտեվ թարմ է, սառեցված չեն, Իսկ որ քուրիկս ամեն անգամ երբ որ գալիս է ծովամթերքը, այդ առաջի բանն է, որ ասում է գնանք ծովափին նստենք, ինչ որ այդպիսի մի բան ուտենք միասին, ասեմ մեծ սիրով։ Բայց Հոլանդիայում խնդիր է խի ծովամթերք գտնելը։ Դե Հոլանդիան ավելի շատ այնտեղ իրանք ավելի հայտեն իրենց պանիրներով, էլի հոլանդական պանիրը, հետո ինքը ցուրտ տեղ է, ինքը ցուրտ այնտեղի ծովը կարծեմ, հյուսիսային ծովն է կարծեմ, չունեն այդ հնարավորությունը թեկուզ ծովամթերքային։ Ես նույնիսկ որ ազնիվ լինեմ, այդքան գնացել եմ Հոլանդիա, բայց այդպես էլ չհասկացա, բացի իրենց ավանդական ֆրիերից, որն է իրենց ուտելիքը, որովհետև չունեն։ Չունեն, այստեղից այնտեղից վերցված ուտելիքներ են, էլի, բայց իրենց ավանդական են, չգիտեմ որն է։ Իսկ Փարիզ, ենթադրում եմ շատ եք եղել։ Այ որ ասում են մաքուր չի ինքը, արդեն հետաքրքիր չի, առաջ ոնց կար այդպեսին չի արդեն, այդպես է ձեզ համարել, թե չէ։ Չեմ կարծում, դա գիտեք ամեն մարդ իր աչքերով է տեսնում ու տեսնում է այն ինչ որ ինքը ուզում է տեսնի։ Եթե ես հիմա գամ Հայաստան ու ուզենամ տեսնել վատը, թափած գեղտոտը կամ գորշը, ես հաստատ դա կարող եմ տեսնել ու շատ վայրերում։ Բայց չէ՞ որ երբ ես գալիս եմ Հայաստան, ես ամեն ինչը չեմ տեսնում, ես տեսնում ուրիշ գույներ։ Ես ձեր ուզած լավը։ Ես իմ ուզած լավն եմ ուզում տեսնել։ Իսկ Փարիզը ինքը ռոմանտիկ քաղաք է, ինքը այնքան պատմամշակութային վայրեր ունի, այնքան պատմություն ունի, այո, անձրևոտ է, այո, ինչ-որ միտեղ կայժաման թափված լինի, բայց դա Փարիզին կարելի է ներել, Փարիզը դարերից եկած պաշտելի քաղաքն է, չեմ սիրում, Փարիզի մասին վատ են խոսում, չնայած ասեմ, որ եթե հիմա այս հարցազրույցը ֆրանսերենով լիներ ու իմ մարսելաբնակ ընկերներս լսեին, ասենք ես հաստատ խնդիր կունենայի իրանց հետ, որովհետև Փարիզն ու Մարսելը իրանք ողերիմ թշնամիներ են, դարերից եկած որ ասի դու Փարիզից ես վերջ, դա պրոբլեմ է։ Բայց ինչի։ Առաջնային ֆուտբոլը, մեր Մարսելի OM թիմը ու Փարիզի հիմնական թիմը, որ ասենք իրանք հակառակորդներ են, իսկ ֆրանսիացիները իրանք շատ սիրում են ֆուտբոլ։ Ֆուտբոլի համար կարան մարդեց բանել են ստվես։ Ու առաջնայինը հենց այդ։ Հետո փարիզեցիները շատ արիստոկրատ կարող են իրենց պահել, շատ ոճային հագնվել, իրենց բառապաշարն է ուրիշ, իրենց ֆրանսերենն է ուրիշ։ Երբեմն դա կարող է դիտվել որպես ձևական։ Բայց ձևական չեն իրականում, այսինքն։ Ինչպես։ Իրականում ձևական չեն, զուտ իրենք այդպես են։ Իրաց ձևն է։ Հա։
Չէ՞ որ ասենք մենք էլ չէ՞ նույն Երևանում ունենք մարդիկ, որոնք որ առավոտից երեկով խոսում են միմիայն գրական հայերենով։ Ու կան զուգահեռ էլի քաղաքամայրում ապրող մարդիկ, ովքեր որ առօրյա սովորական, նորմալ, ոչ վուլգար, բայց սովորական։ Դե պատկերացրեք այ հենց Փարիզը հենց այդ միմիայն գրական ֆրանսերենով խոսող մարդիկ որ կարող հաճելի լինի ականջին, բայց երկար ժամանակ հետո կարող ազդին յարդերից, որովհետև լեզուն ինքն էլ ճկուն է, լեզուն ինքը տարբեր բառեր է պահանջում, տարբեր իրավիճակներում, տարբեր մարդկանց հետ։ Պարզա ես ձեզ հետ չեմ կարող խոսել իմ առօրյա հայերենով։ Պայտակ ինչ-որ առօրյա հայերեն բառեր են գալիս։ Ու դա նորմալ է։ Բայց այս հարցազրույցից հետո ես անցնել եմ նորից իմ առօրյա հայերենին կամ իմ առօրյա ֆրանսերենին, ու եթե լավ վաղը աշխատանքի դատարանում, բնականաբար ես վերցնել եմ նորից այդ գրական։ Իսկ այ երկրներ ճամփորդել եք, Հոլանդիայում եղել եք։ Այստեղ մենք շատ հետաքրքիր բան ունենք, հնարավորություն ունենք ուրբաթ շաբաթ կիրակի օրերին, այսինքն նախ այստեղ շաբաթ կիրակի օրերին ոչ մեկ աշխատանքից չի խոսում այլ, այսինքն մենք դուրս եկանք աշխատանքից, ուրբաթ օրը դուրս եկանք, վերջ, ավարտվեց։ Չկա այն, որ կամ ես ես պատմեմ, թե իմ աշխատանքի վայրում ես մեկը սենց ասեց, հետո այն ինձ ասեց, հետո ամբողջ շաբաթ կիրակի օրը նստենք մտածենք, բա ինչի սենց, հետո մի հատ փորձենք ինտրիգ հոտ, չէ, ավարտվեց աշխատանքը։ Բոլորը հանգստանում են։ Իսկ հանգստանալը այստեղ հիմնականում բոլորը փորձում են ինչ-որ միտեղ գնալ։ Ու քանի որ ինքնաթիռները low-cost չվերթերի շատ մաչելի են, այսինքն 40-50 եվրոյով հնարավոր է, ասենք, մեկնել Պորտուգալիա, օրինակ, կամ ասենք նախապես եթե գնել եք մի 70-80 եվրոյով կարելի է մեկնել Լոնդոն։ Ու այնպես է ստացվում, որ ուրբաթ օրերը շատ հաճախ, նույնիսկ ես էլ եմ այդպես անում, եթե դա ուրբաթ չի, շաբաթ առավոտյան մեկնում եմ, կիրակի երեկոյան հետ եմ գալիս։ Ու այդ տեմպով ապրելով, այնպես է ստացվում, որ եվրոպական շատ երկրներում եմ եղել ու իսկ հաթափվում եմ այդ ձև։ Մեր հայկական իրավիճակում մարդիկ ավտոմեքենա ովքեր վարում են մեկնում են Դիլիջան, քաղաքից դուրս, չէ՞։ Այդ մեր համար այդ քաղաքից դուրսն է։ Մի անգամ հիշում եմ, այնպես էի վերցրել ու կատակում էի, չվերցս պետք է Լիզբոն թռնեի, առավոտյան ժամը 8:30 այդ թռիչքս էր ու հետադարձս նույն օրն էի վերցրել, գիշեր ժամը 11-ին էր կարծեմ։ Ընկերներս մեկի հետ է խոսում, ասում, ինչ ես անում։ Բա մեկնել եմ Լիզբոն, բա ինչ ես անում։ Այսինքն բա ոնց եւ ասում եկել եմ սուրճ խմելու։ Հետո նվիրել էի սուրճ խմելու Լիզբոնում։ Առավոտյան մեկնեցի, երեկոյան հետ եկամ, այստեղ շատ զիլ է, իրական շատ զիլ է։ Կատարես ամեն ինչից։ Ու երբ որ դու վիզայի խնդիր չունես, այսինքն չես մտածում, ես պետք է գնամ վիզա ստանամ, այդքան ժամանակով տվեցին, չտվեցին։ Հավեսդ կփախնի արդեն։ Հա, արդեն միջով դու այդ սա նախապատրաստես, արդեն կես էներգիատ գնում է։ Իսկ երբ որ այդ խնդրը չկա, դու ընդհանրապես պետք է տոմս գտնես, դե գտա գնա։ Հա։ Իսկ Եվրոպայից դուրս։ Թե արդեն վիզայի հարցը։ Ամերիկա։ ԱՄՆ-ից։ Ինչպես։ ԱՄՆ հենց։ Լոս Անջելեսում եմ եղել, Սան Ֆրանցիսկո։ Իմը չի, շատ օտար այդ ամենը, որպես զբոսաշրջիկ գնացել եմ, վայելել եմ, այնտեղ լավ ընկեր ունեմ, որ ապրում է, ուրիշ լավ ընկերներ կան, բայց երազանքի երկիր չի ձեր համար։ Հա, չէ, չեմ կարծում, չէ։ Շատ տարբեր է, իմ արժեհամակարգի հետ չի խոսում։ Առաջարկներ եղել են տեղափոխվելու, նույնիսկ երբ որ ֆրանսիական անձնագիրս արդեն եղավ, ինձ առաջարկել էին լավ աշխատանք եւ այլն, ես չհամաձայնեցի, որովհետեւ ումա պետք է լավ աշխատանքը, եթե ես ինձ իմ ապսեմ չեմ զգալու։ Հա։ Դժվար կլիներ ինձ։ Այ ճամփորդած երկրներից կա ինչ-որ մի վայր, որտեղ ինքան հետաքրքիր երևույթի եք ոնց որ հանդիպել, որ չեք գտել ոչ Ֆրանսիայում ու ինքը չկա Հայաստանում էլ,
որ շատ կուզեիք լիներ կամ Ֆրանսիայում կամ Հայաստանում այդ իրավիճակը։ Լավ, իրականում շատ լավ հարցրեցիք։ Ես մի քանի երկրներ ունեմ, որոնք որ իմ համար այնպիսի տպավորություն են ստեղծել, որ ես անընդհատ կուզեմ հետ վերադառնալ։ Առաջինը կառանձնացնեմ Էդինբուրգ քաղաքը, որը որ, չգիտեմ, ինձ համար մի հատ առանձին մի հատ աշխարհ էր, որտեղ ես ինձ լրիվ ամեն մասնիկ իմ հետ խոսում էր։ Իռլանդիա, Շոտլանդիա, այդ վայրերը, այդ կողմերը իրականում շատ գեղեցիկ բնություն ունեն, շատ տպավորիչ, շատ տպավորված եմ ես այդ երկրներով։ Վերջին իմ ճամփորդություններից Սևիլիան է, Իսպանիայում գտնվող, ինքը այդ Անդալուզիան հատվածն է, ու ինչն է հետաքրքիր, ես ասենք Իսպանիայի մի շարք քաղաքներում եղել եմ, բայց այդ Անդալուզիան հատվածը ոնց որ առանձին աշխարհ լինի։ Եվ իրենց ապրելով եւ վայելելով եւ պարերով, չգիտեմ, երջանկությունը հորդում է այնտեղ փողոցներում, որ Սևիլիան ինչքան ուզե կգնամ այդ ձևն, որ նույնիսկ եթե ես իսպաներեն խոսել իմանայի, նույնիսկ կտեղափոխվեի։ Իմ հարցերից մեկն էլ է արդեն պատրաստում տայի, որ կա ինչ-որ երկիր, որ արդեն երազանքի երկիր է դարել, ոնց Ֆրանսիան եք հասել, որ պետքա նաև այդ երկիրն էլ գնաք հաղթանակած ապրեք։ Կլիներ, մասը կկազմեր, բայց դու նայեք, օրինակ 2015 թվականին, երբ որ ես առաջին անգամ Անգլիա գնացի, ես բացարձակ չէի հավանել, ինձ դուր չէր գալիս ոչ մի բան եւ այլն 2025 թվականին 10 տարի անց ես ասի լավ, մեկ անգամ էլ գնա, որովհետև 10 տարի առաջ ես եղել, գնա մեկ անգամ էլ տես։ Ու ես էջանակ լրիվ ուրիշ Անգլիա ես, իմ համար լրիվ ուրիշ Լոնդոն բացահայտեցի, սիրահարվեցի այդ քաղաքին, եւ գիշերային կյանքին, եւ իրենց մշակույթին, այդ սերերի սեր երկիրը դա Իտալիան է, իր բոլոր քաղաքներով, չկա մի քաղաք, որ ես կառանձնացնեմ, համարյա եղել եմ Իտալիայի բոլոր քաղաքներում ու Իտալիան սկսած Դանթեյով, Միքելանջելով, ումով ուզում եք, Իտալիան ինքը Իտալիա է։ Իսկ ում Ավստրիան էլ շատ կհավանեք դուք, էլի մշակութային Ավստրիան, ինքը շատ գեղեցիկ է, բայց ես ավելի շատ Պրագան եմ սիրում։ Չգիտես ինչի միշտ այդպես է, լսել եմ այսինքն այդ կարծիքը, որ կամ մարդիկ սիրում են Վիեննան, կամ սիրում են Պրագան։ Իրար նման են ինչ-որ առումներով, բայց ես Պրագայում ինձ ավելի կոմֆորտ էի զգում, ավելի գողտրիկ էր այդ ամենը, չգիտեմ։ Բայց այո, Ավստրիան էլ ինքը նույն այդ կարգերը, ձիերը, այդ թագավորական վիճակները, գարեջուրը, այո, Ավստրիան էլ։ Օրինակ մի երկիր կա, որտեղ չէի ապրի ու բացառվում է դա կատեգորիկ ու ես չեմ էլ մինչև այսօր ես նույնիսկ իմ ծրագրերում չկա այդ երկիր գնալը տեսնելու, դա Գերմանիան է։ Ինչի՞։ Չի ձգում։ Չմի ձև, օրինակ Շվեդիա գնացի այդ հյուսիսային այդ երկրները, շատ եմ ուզում Ֆինլանդիան գնալ տեսնել, բայց ավարտել Դանիայով եւ այլն։ Գերմանիան, որը լրիվ հարևան երկիր է ու Գերմանիա հասնելը այստեղից շատ հանգիստ ու շատ արագ։ Ընդհանրապես չեք եղել։ Ճանապարհով եղել է, որ ընդամենը ավտոմեքենայով, որտեղ եղավ այս անգամ ավտոմեքենայով էի գնում Հոլանդիա, քուրիկիս մոտ ու այնպես է ստացել, որ մաման էլ գալիս էր Հայաստանից Գերմանիա, Դորտմունդ, ու ես պետք է ավտոմեքենայով մամայիս վերցնեի Դորտմունդից ու մենք գնայինք իրար հետ Ամստերդամ։ Այդ է եղել, որ ես այդ ճանապարհներով գնում էի ու Քյոլնում մենք ընդհանրապես մի հատ կանգառ արեցինք։ Չգիտեմ, Գերմանիայի հետ ես խնդիր ունեմ, հələ որ կարող այդքան չեմ հասունացել Գերմանիայի համար։ Միգուցե բանի Լոնդոնի նման կգա ինչ-որ մի բան, որ դեռ նոր պիտի բացահայտեք։ Ոսում մի 10 տարուց կտեսնեմ, հետաքրքիր թե չէ։ Հա։ Շատ լավ։ Հիմա տամ իմ վերջին հարցը։ Ես կասեմ նախադասությունը, դուք կշարունակեք ձեր տեսակետով, Էմիլ ջան։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք, ի՞նչն եք սիրում։ Ես իմ անուշ Հայաստանի
արևահամ բառն եմ սիրում ու ես ով եմ որ ես ուրիշ մեկ փոխեմ այդ նախադասությունը այդ կլասիկ այդ նախադասությունը այդ նախադասության մեջ ամեն ինչ կա այդ նախադասության մեջ եւ ցավ կա եւ կարոտ կա եւ անսահման սեր ու երջանկություն կա ես պաշտում եմ Հայաստանը ու եթե հնարավորություն ունենամ եւս մեկ անգամ իմ կյանքը ապրելու ես էլի նույն կյանքը կուզենամ ապրել ու էլի կուզենամ լինել հայ ու կուզենամ ունենալ այդ գենը կրողը ու փոխանցեմ այդ գենը Գեցեք Շնորհակալություն Շատ հաճելի զրույց ունեցանք Ես էլ եմ շատ շնորհակալ Շուշան ջան ձեզ լավ գործունեություն եւ Շնորհակալություն ձեզ նույնպես Հաջողություն Շուշան ջան Հաջողություն ձեզ